Դառնանք կարճ ընթացին եւ հետո ամփոփիչ խոսքով կավարտենք։ Իսկապես շատ կարճ անդրադառնամ, ողջունելի են պարոն Դանելյանի գաղափարները, որ պետք է կառուցողական քննարկումներ կազմակերպել ընդդիմության կողմից ապագա տեսլականի վերաբերյալ, դրան կարող են վերաբերել եւ սահմանադրությանը, եւ կուսակցությունների մասին օրենքին, եւ ընտրական օրենսգրքին եւ այլն։ Երկրորդը, պարոն Դանելյանի նշած թերությունների մի մասը ես շակերտների մեջ եմ վերցնում, չեմ վերաբերում սահմանադրության այլ գործող օրենքներին, կուսակցությունների, ֆաշիստական կուսակցության ստեղծման հետ կապված սահմանադրությունը ունի հստակ արգելք, ֆաշիստական կուսակցությունը չի կարող ժողովրդավարական լինել, ճիշտ է։ Սահմանադրությունը հստակ ամրագրել է 8-րդ հոդվածում, որ կուսակցությունների կառուցվածքը եւ գործելակերպը չի կարող հակասել ժողովրդավարության սկզբունքներին եւ դրանից շատ կարճ ներողություն, ուրեմն ֆաշիստական կարգերի ձևավորման ֆաշիստական կուսակցության մասին խոսքը դա գեղարվեստական էր, ուղղակի պետք է չենք արել, բայց գաղափարախոսությունների առումով լուրջ սահմանափակումներ կարծում եմ պետք է հաշվի առնելով, որ մենք ունենք օրինակ այս իշխանության, որը ցնդաբանություն է ներկայացնում հանրությանը, որոնք վտանգ են նաև ազգային արժեքային համակարգին։ Գործող սահմանադրությունը եւ գործող կուսակցությունների մասին օրենքը այդ առումով եւս շատ հստակ է եւ այն գաղափարախոսությունը, որը որ այսօր ներկայացվում է ՔՊԻ կողմից, դա հակազգային, հակասահմանադրական գաղափարախոսություն է։ Հանձնել ամեն ինչ, մնալ իշխանության։ Եվ դրա համար կան եւ սահմանադրական դատարան դիմելու իրավունքը, որպեսզի արգելվեն նման կուսակցությունները, եւ կուսակցությունների մասին օրենքը բավականին ժողովրդավարական մեխանիզմներ է նախատեսել, նաեւ կուսակցական օլիգարխիայի ձևավորման դեմ եւ այլն։ Դրանք կարելի է կատարելագործել, իհարկե, հնարավոր է կատարելագործել, բայց նաեւ այնպես չի, որ կուսակցական ցուցակների ուրեմն ձևավորման հարցում շարքային քաղաքացին որևէ իրավունքներ չունի։ Ընդհակառակը եւ կուսակցությունների մասին օրենքը եւ ընտրական օրենսգիրքը նախատեսել են մեխանիզմներ, որ որոշակի պայմանների դեպքում, որոշակի քվոտաների դեպքում կուսակցական ցուցակները ձևավորվում են հենց կուսակցության համագումարի միջոցով, այլ ոչ թե միայն վարչության կողմից։ Կարելի է մտածել այդ քվոտաները 30%-ը բարձրացնելու մասին եւ այլն, բայց դրանք իսկապես ընթացիկ օրենսդրության հարցեր են եւ սահմանադրական փոփոխության որևէ ուրեմն կարիք այս հարցում չկա։ Եթե խոսքը գնում է падգամավորների մասին, իրենց բարոյական կոդեքսի մասին, սահմանադրությունը հստակ ասում է, որ падգամավորը ենթարկվում է իր խղճին ու համոզմունքների։ Ասում է, հիմա այդ մեխանիզմը իրականացնելու համար դու բացի բարոյական ազդեցությունից որևէ այլ մեխանիզմ չունես։ Իհարկե բացառում ենք այն դեպքերը, երբ որ падգամավորը հանցագործություն է կատարում կամ դավաճանություն է իրականացնում, որտեղ քրորեն հետապնդելի արարք է, բայց նույն կուսակցությունների մասին օրենքում այդ կոդեքսը գրելը կարող է սիմվոլիկ բարոյախրատական ուրեմն որևէ ազդեցություն ունենալ, բայց կանխել այն ամենը, ինչ որ այսօր Հայաստանում տեղի է ունենում ՔՊԻ մակարդակով, իշխանության մակարդակով, դա միայն սահմանադրության եւ օրենքի խնդիր չի։ Եվ ես այստեղ չեմ տեսնում այնպիսի խոչընդոտներ սահմանադրությունում եւ ընթացիկ օրենսդրությունում, որոնք խանգարեն նման արարքները հետագայում պատժելու համար։ Այնպես որ սահմանադրության մակարդակով այն ամենը, ինչ որ պարոն Դանելյանը ասաց, կարող է ընդամենը երկու հարցի վերաբերել, այն ինչ որ ասացիք, նախարարների նշանակման հետ կապված, որպեսզի լինի ուրեմն ազգային ժողովում քննարկում եւ ազգային ժողովի համաձայնություն, դրա համար իսկապես պետք է սահմանադրությունը փոխել, մոտեցման հարց է, պարլամենտական շատ երկրներ նման բաներ չեն նախատեսում, որոշ երկրներ նախատեսում են։ Կարող են քննարկել, բայց դրանով ես վստահ եմ որևէ խնդիր չի լուծվելու։ Այն խնդիրները, որոնք որ մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում, դրա հետ կապված չեն։ Կապված է նրա հետ, որ մենք ունենք մի քաղաքական ուժ, որը ունի բարոյական որևէ զսպաշապիկներ, սահմանադրությունը եւ օրենքները իրենց համար ոչինչ են, եւ ցավոք սրտի այդ ուժը ստացել է ժողովրդի քվեն։ Հիմա ապագայում նման
վտանգից խուսափելու համար մենք առաջին հերթին պետք է կանգնեցնենք այն, ինչը որ տեղի է ունեցել ընտրությունների միջոցով։ Եվ նորից եմ կրկնում, սահմանադրությունը կարևոր է, բայց ամենազոր չի։ Սահմանադրությունը ի վերջո խաղի կանոններ է մարդկանց վարքագիծը կարգավորելու համար։ Եթե մարդիկ, տվյալ դեպքում ժողովուրդը իր մեծամասնությամբ ընտրում է մի ուժ, որը ունի բարոյական որևէ արգելակ, եւ այդ ընտրված ուժն էլ իր համար որևէ արժեքային նշանակություն չունի, թե սահմանադրությունում կամ օրենքում ինչ է գրված, այդտեղ դուք անզոր եք։ Դրա համար մենք պետք է աշխատենք հասարակության հետ, բացատրենք ընդդիմադիր ուժերը, ինչպես ես իմ խոսքում նշեցի, պետք է իսկապես ձևաչափերի հետ կապված շատ ճիշտ որոշումներ կայացնեն։ Եվ ես համաձայն եմ ձեր հետ, որ պետք է լինի մեծ հարթակ, որտեղ ընդդիմադիր բոլոր են ընդդիմադիր ուժերը, որոնց նպատակն է այսօրվա իշխանությունից ազատվելը, նստեն, քննարկեն, համաձայնությունների գան, թե որն է այն տարբերակը, այն ձևաչափը, որի իրագործման պայմաններում ռեալիստական է դառնում այսօրվա իշխանություններից հրաժարվելը եւ իշխանափոխություն իրականացնելը։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան։